Գիտեմ նախաձեռնության այսպես աղբյուրից եղավ, որ նախաձեռնեցին Քրթահամալիրում հայ իրանական մշակութային օրերը։ Ամսին մեզ մոտ ճամբարային է առօրյան եւ ունենք ստուգատեսներ, այդ թվում ազգագրության ստուգատես, որի շրջանակում նաեւ անդրադառնում են տարածաշրջանային երկրների մշակույթին, խոհանոցից մինչեւ արվեստ, արվեստ եւ այլ ոլորտներ։ Այդ ընթացքում անդրադարձանք Իրանի մշակույթին و در این اردویی که در ایرانیست، تهرانیست و باید بگم که ما خیلی سریع با ایشون و رسنامه گرفتن برای شرکت کردن در جشنواره هنرهای مختلف ایران آشنا شدیم و واقعا این انگیزه نزد ما ایجاد کرد که ما بتونیم فرهنگ ایران رو در واقع به نمایش بگذاریم. Եվ ցանկությունը դարձավ կյանք, այսօր մենք հավաքվել ենք հենց մշակութային օրերի շրջանակում։ این تمایل ما در واقع Պատակը մեկն էր լինելով կրթական ուսումնական հաստատություն, դպրոցից սկսել սովորողներին փոխանցել հարևան ժողովրդի այդպես դարավոր քաղաքակրթությունների մեկավերը մշակութային, խոհանոցային բոլոր շերտերում եւ սովորողները քանի որ ուսումնասիրում են եւ հասարակագիտության եւ գրականության այսպես հարթակներում ավելի խորապես ճանաչեն հարևան երկրի մշակույթը։ ما هدف ما این بود که دانش آموز Մեր օրացույցում մենք ներառեցինք տարբեր ոլորտներ եւ տարբեր մասնագետներ, ովքեր գրում են եւ ճանաչում են հայ-իրանական մշակույթի, կլինի գրականություն, կլինի երաժշտություն, արվեստ, բոլոր այն շերտերը, որոնք փոխազդեցություններ ունեն եւ առնչություններ ունեն։ و ما در تیممون کلیه اون Անգամ մեր գրական ակումբը, Քրթահամալիրի գրական ակումբը, որտեղ մասնագետներ, ուսուցիչներ են, գրականության մասնագետներ եւ գրականության սիրահարներ, յուրակալեցին իրանցի ժամանակակից գրող Զոյա Փիրզադիին։ و یک کلوب ادبی رو ما اینجا در این مدرسه ایجاد کردیم که زویا ایشون رو در ունենք էլի հանդիպումներ, այսօր են ինչպես պարոն դեսպանը իր խոսքում նշեց, որ Իրանը ճանաչում է Ռումիով, Հաֆեզիով, մենք այսօր հյուրընկալելու ենք Ժորժ Աբրահամյանին, ով թարգմանել է ռումին հայերեն, ռումի ստեղծագործությունները, պոեզիա ایران رو با حافظ، با رومی، با نویسنده ها و شاعرانش میشناسه. امروز هم ما دعوت کردیم و میزبان آقای ژورژ ابراهیمی هستیم که رومی رو ایشون օրերի թավին հուսակը որպես ամփոփում կլինի վաղը մայիսի 15-ին։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ մայիսի 15-ը ֆարսկերենի մայրենի լեզվի օրն է միջազգային։ ما جنبندی این مراسممون فردا Կապույտ մզկիթում Երևանի սրտում մենք ամփոփենք կներկայանան մեր արվեստանոցները, որ այս օրերի ընթացքում փորձում էին բացահայտել իրանական մանրանկարչությունը, զարդանախշերը, դրանք ամրագրել են արդեն կերամիկայի, կավի վրա, տարբեր հարթությունների ձեր ներկայությամբ եւ այս օրերը կդառնան ամենամյա, կլինի միշտ Քրթահամալիրի օրացույցում եւ ձեր կյանքում։ امیدواریم که فردا هم جناب عالی در این مراسم شرکت خواهید کرد و این روز در واقع یکی از روزهای